Ամռան ամիսներին մայրաքաղաքի փողոցներում զբոսաշրջիկների ներկայությունն առավել նկատելի է։ Հայաստանի մասին խոսելիս նրանց գնահատականները հիմնականում դրական են։ Այսօր մեր առաջին օրն է, գիդի հետ ենք, հետաքրքիր է։ Ճարտարապետությունը գեղեցիկ է, մարդիկ շատ հյուրընկալ են։ Ես գոհ եմ ու հիացած։ Մեկ շաբաթ ունենք, Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը պլանավորում ենք այցելել։ Ընկերներ եւ բարեկամներ ունենք Հայաստանից։ Հետաքրքրված էինք այս երկրով։ Հունգարիայից ենք եկել, նոր ենք ժամանել։ Ցանկանում ենք շրջել Երևանով, տեսնել Սևանալիշն ու լեռները։ Աշխատանքային այցով ենք Հայաստանում, համաժողովի ենք մասնակցում։ Հայաստան այցելելը միշտ եղել է իմ երազանքը, որովհետև եղել եմ Թբիլիսիում եւ դա իմ տեսած ամենագեղեցիկ վայրերից մեկն էր։ Անհամբեր եմ բացահայտելու նաեւ Հայաստանը։ Գեղեցիկ մշակույթ ու ճարտարապետություն ունեք։ Մարդիկ ուտեստները գինին հիանալի են։ Թե օտարերկրացիները, թե տեղացիները այս տարի էլ Հայաստանում ճամփորդելու առումով բավական ակտիվ են, նշում են տուրիստական ընկերությունից։ Օտարերկրացիների համար առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում Սևան, Դիլիջան, Գառնի Գեղարդ, Տաթև, Նորավանք խորվիրապողությունները, որոնցով որ Հայաստանը հայտնի է աշխարհին։ Տեղացիների համար ուղղությունները գրեթե նույնն են, բայց կան նաև ավելի այլ ուղղություններ, որոնք նախընտրում են, օրինակ դիմաց լեռը այս շրջանում, թռչկանի ջրվեժը եւ մի շարք այլ ուղղություններ, որոնք որ վերջին տարիներին են բավականին մեծ հետաքրքրություն առաջացնում։ Հիմնականում զբոսաշրջիկները բարձրաձայնում են ենթակառուցվածքների, տեղում մատուցվող ծառայությունների որակի հետ կապված խնդիրներ, նշում է մասնագետը։ Կարևոր է, որպեսզի օտարերկրացին, որ այցելում է նման վայրեր, ստանա բավականին լավ փորձառություն այս մասով, որը կօգնի նաև տվյալ տարածաշրջանի ընդհանուր զբոսաշրջային ներուժի զարգացմանը։ Զբոսաշրջիկները նաև մեծ ուշադրություն են դարձնում տարածքի պահպանմանը, դրա մաքրությանը։ Մասնագետը նաև ասում է, տարեց տարի խնդիրները շտկվում են։ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, սակայն 90%-ից ավելին անհատական այցելություններ են, նշում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը, հավելում պետք է զարգացնել կազմակերպված զբոսաշրջությունը։ Կազմակերպված զբոսաշրջությունն է, որ նպաստում է համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, նպաստում է ամբողջությամբ մեր մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը, հանրահռչակմանը, որպեսզի զբոսաշրջությունը բաշխված լինի հավասարաչափ ամբողջ Հայաստանով մեկ։ Ապրեսյանը նշում է, այսօր Երևանի հյուրանոցներում ժամանակ առ ժամանակ ազատ տեղ գտնել հնարավոր չի լինում։ Մեր խնդիրն է ապակենտրոնացնել դեպի մարզեր, դեպի սահմանամերձ, սահմանապահ համայնքներ, գյուղական բնակավայրեր, իսկ դա անում է կազմակերպված զբոսաշրջությունը ավելի արդյունավետ։ Միջոցառումները եւս բարձրացնում են Հայաստանի գրավչությունը։ Կան փառատոներ, որոնց համար հատուկ տուրիստները այցելում են մեր երկիր։ Օրինակ, առաջիկայում սպասվում է Նավասարդ հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը, որն այս տարի անցկացվելու է օգոստոսի 10-ին 11-ին Սիսիանում։ Ապրեսյանը նույնպես նկատում է, որ ամառային սեզոնը ակտիվ է նաև ներքին զբոսաշրջության տեսանկյունից, որին նպաստում է սոցփաթեթի առկայությունը։ Թեև սոցփաթեթը շատ քիչ տոկոս է կազմում, մի 10-15% է ընդհանուր ներքին туриզմի մեջ, բայց այդ ամբողջ ներքին туриզմի զարգացման համար շատ մեծ նշանակություն ունի, որտեվ բացի ամեն ինչից, եթե նույնիսկ դու սոցփաթեթի շահառու ես, այդ տեղեկատվական բազան, որ ես խորհուրդ եմ տալիս մեր հայրենակիցներին օգտվել դրանից, արդեն զգալիորեն օգնում է ներքին զբոսաշրջության զարգացմանը։ Թեև տեսնում ենք, որ երկրի գրավչությունը բարձրանում է, դա դեռ բավարար չէ ոլորտի զարգացման համար։ Պետք է կարողանանք մեղմել անհարկի գնաճը։ Պետք է կարողանանք կազմակերպված զբոսաշրջությունն ուժեղացնել։ Պետք է կարողանանք այնպես անել, որ մեր պատմամշակութային ժառանգությունը ուրեմն պահպանվի, զարգանա, պատշաճ ներկայացվի համաշխարհային շուկային։ Ապրեսյանը հիշեցնում է, որ օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, որը նպաստում է այս խնդիրների լուծմանը։ Խոսքը ներգնաց զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ կիրառելու մասին է։ Նախագիծը ընկալվել է, ընդունվել է էկոնոմիկայի նախարարության կողմից, զբոսաշրջության կոմիտեի կողմից, նրանք այդ նախագիծը շրջանառել են։ Ֆեդերացիայի նախագահը նշում է, պետք չէ նաև միջոցներ խնայել ավելի ակտիվ ու արդյունավետ մարքեթինգային քաղաքականության համար։ Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։